Էլ ինչ միֆեր կան, այսպես կառուցվածքաստեղծ միֆեր կան։ Մեր համար ամենածանր միֆերից մեկը, հետաքրքիր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր։ Դա շատ հարաբերական է, պարոն Ղազարյան։ Ինչպես։ Որովհետև Թուրքիան Գերմանիայի դուներ չեզոքության որոշակի պայմանագիր եւ որոշակի նյութեր էր մատակարարում Երրորդ Ռեյխին, բայց հարցն այն է, որ Գերմանիան ներողություն, Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Եվ կան արխիվային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր, կոչվում էր օպերացիա Գերտրուդա։ Գերտրուդա օպերացիա մշակված հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայի ուղղությամբ Բուլղարիան Գերմանիայի դաշնակիցներ, գիտեք այդ ժամանակ։ Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ ցամաքային զորքեր, այդ թվում նաև անկախ Հայաստանից արդեն, ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանից, նաև հայկական լեգիոնները, որի մասին գիտեք, Գարեգին Նժդե, Դրաստամատ կանային այդ ուղղությամբ աշխատում են գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգիոններ, եւ ձևավորված կային որոշակի հայկական լեգիոններ, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում, բայց եթե նման բան լիներ, պիտի եւ Հայաստանից եւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան, այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում։